Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Հրայր։ Բարև ձեզ։ Դուք ընդհանուր Հայաստանի ներքաղաքական կյանքում արկա իրավիճակը ինչպես եք գնահատում, օրինակ խորհրդարանում երկարատև դադարից հետո տուրուդմփոց տեղի ունեցավ, падգամավորները իրար վրա հասան, Փառք Աստծո իրար չխփեցին նախորդ դեպքերի նման, ինչին ականատես ենք եղել, սա ինչի մասին է խոսում, որ մեր падգամավորները շատ լավ են աշխատում, բուրըն օրենսդրական կյանքի է հասարակությունը ականատես լինում։ Այդ տուրու դմփոցը առաջին անգամ չէ, էլի են եղել մեր ազգային ժողովում նման բաներ, ու ընդհանրապես մեր նման մշակույթներում նման բաները բնորոշ են։ Նրան տուրու դմփոցներ լինում են նաև ասենք հարավային այլ երկրներում կամ ոչ արևմտաեվրոպական կամ հյուսիսային Եվրոպայի երկրներում, ուրեմն իսկ հյուսիսային Եվրոպայի երկրներում նման բաներ չեն լինում։ Դա ուղղակի մշակույթի դրսևորում է, օրինակ Նիդերլանդներում, եթե հասուն տղամարդը էմոցիոնալ ինչ-որ դրսևորումներ է ցույց տալիս հանրային տարածքում, դա համարվում է չհասունացման կամ մանկամտության նշան։ Իսկ մեր մշակույթում նորմալ բան է, երբ որ մարդիկ իրենց զգացմունքներն ու էմոցիաները հանրային տիրույթում արտահայտում են, դրա համար էլ մենք այդպիսի երևույթներ տեսել ենք եւ շարունակելու ենք տեսնել։ Ես սրան մեծ նշանակություն չէի տա։ Ուղղակի մեր մշակույթում այդպես է, նորմալ է, որ հասուն տղամարդը էմոցիոնալ ինչ-որ իրեն պահվածք է դրսևորում հանրային միջավայրում։ Սա ձեր հարցի երկրորդ մասի հետ կապված, իսկ առաջին մասի հետ կապված։ Դուք նորմալ եք, ճիշտ հասկացա, դուք նորմալ եք համարում, որ պետական ինստիտուտում առաջնային մանդատ ունեցող պաշտոնյաները փողոցային վարք ու բարք են դրսևորում։ Ոչ, իհարկե նորմալ չեմ համարում։ Ես նորմալ կհամարեմ այն, որ տղամարդիկ նման կառույցներում, պետական ինստիտուտներում, ուրեմն էմոցիոնալ եւ պորտկումային կամ զգացմունքային ինչ-որ դրսևորումներ թույլ չտան։ Բայց իմ ասածը այն է, որ մեր մշակույթն է այդպեսին, որ դա ընդունված է։ Իսկ այն երկրներում, որտեղ որ դա համարվում է մանկամտության նշան, այդ երկրներում տղամարդիկ իրենց այդ ձև չեն պահում։ Սա ուղղակի մշակութային տարբերություն է հարավային երկրներում, այդ թվում դուք շատ եք տեսել Թուրքիայում, ինչու՞ չէ վաղ մյուս օր Ադրբեջանում էլ կարող է լինել, Վրաստանում, այս մեր նման երկրներում այդպես պահում են տղամարդիկ իրար հետ այդպես վեճի ժամանակ։ Իմ ասածը ընդամենը նա է, որ նորմալ է, որ Ալեն Սիմոնյանը Գեգամ Մանուկյանին է ասում գլուխդ պատով կտաս, Գեգամ Մանուկյանը Ալեն Սիմոնյանին է ասում գլուխդ պատով կտաս։ Նորմալ չի, բայց դա մեր մշակույթի դրսևորումն է։ Եթե հանրային տարածքում հայկական Հայաստանի հանրության մեջ համարվի, որ մեկը եթե այդպիսի բան է ասում, ուրեմն մանկամիտ է, այդ մարդիկ այդպիսի բան չեն ասում, բայց դա իրենց տղամարդկության դրսևորման ինչ որ նշան է, որը բնորոշ է հայկական մշակույթին եւ հայկական մյուս տղամարդկանց։ Դրա համար էլ ստացվում է, որ այդ մարդիկ իրենց այդ ձև են պահում, դա լավ բան չի եւ դա նորմալ չի, բայց դա մեր մշակույթի մի մասն է։ Դրա համար էլ այդպիսի բան է ստացվում։ Սա ընդամենը իմ պնդումը։ Ես չեմ ասում, թե դա լավ բան է, դա կամ նորմալ է։ Ես լավ բանը համարում եմ այնպես, ինչպես Նիդերլանդների պարլամենտի մարդիկ են իրենց բանում, որ երբեք չես տեսնի նման էմոցիոնալ դրսևորումներ, որտեղ եթե տեսնես, ամբողջ Նիդերլանդների հանրությունը կհամարի, որ սրանք մանկամիտ բաներ են, տղուկներ են, 15 տարեկան մտածողությամբ ու հոգեբանությամբ մնացած, բայց Հայաստանում այդպես չեն համարում, դրա համար այսպիսի դրսևորումներ ենք տեսնում, բայց ես դրան շատ մեծ քաղաքական նշանակություն չէի տա, իմ ասածը սա է, էլի, որ մշակույթի ու ընդամենը դրսևորում է եւ քաղաքական մեծ նշանակություն չեմ տա, հիմա իրար հայհոյում են, չեն հայհոյում, ինչ են անում, դա ցույց չի տալիս մեր քաղաքական դաշտի իրողությունները, դա ցույց է տալիս, որ մեր մշակույթում տղամարդիկ էմոցիոնալ պահվածք կարող են իրենց ցույց տա, կարող են դրսևորել հանրային տարածքում եւ դա հանրության կողմից քիչ թե շատ ընդունելի ընկալելի է։
Բայց մեր պաշտոնյաների քաղաքական գործիչների բառապաշարը ինչ մակարդակի է հասել ըստ ձեզ։ Հիմա տեսեք, ստիպված մենք էլ ենք բան անում, կրկնում եւ տարածում իրենց ասածները, բայց Քոչարյանը օրինակ ասում է փաստը թղթերը բանակցային թող կներեք իրեն եմ ցիտում տրուսիկների մեջ փնտրեն Ալեն Սիմոնյանը կրկնում է Քոչարյանին ասում է Գեգամ Մանուկյանի շեֆը եւ էլի այդ նույն բառն է օգտագործում Հիմա ստիպված ես հարցս ձևակերպելիս այդ բանն եմ օգտագործում դուք գուցե ձեր պատասխանում էլի ստիպված լինեք այդ բառն օգտագործել հիմա այս որպեսզի հասարակությունը ստիպված չլինի այդ նման որակի անդրադառնալ ականատես լինել ինչ պետք է անեն մեր քաղաքական գործիչները Մեր քաղաքական գործիչները պետք է փորձեն իրենց զուսպ պահել եւ հանրությունն էլ, ովքեր որ հետևում են քաղաքական իրողություններին, պետք է հասկանան, որ այդ մարդիկ, որ իրենց այդպես պահում են, իրենք համարում են, որ հանրային մի լայն շերտի կողմից ընդունելի եւ ընկալելի է այդպես պահելը։ Եվ եթե ասենք Ռոբերտ Քոչարյանը նման վատ բառապաշար է օգտագործում, Ալեն Սիմոնյանն էլ վատ բառապաշարով է պատասխանում, Ալեն Սիմոնյանի մոտ կա զգացողություն, որ եթե ինքը նույն բառերով չպատասխանի, ապա հանրությունը կհամարի, որ ինքը ավելի թույլ է, հա, ենթադրենք, կամ կուլ տվեց, ինչ որ վիրավորանք կուլ տվեց։ Բայց դրա համար եմ ասում, իրենք արտացոլում են, տեսեք, Հայաստանի ուրեմն քաղաքական գործիչները արտացոլում են Հայաստանի հանրությանը, նրանք ներկայացնում են Հայաստանի հանրությանը եւ իշխանությունը ազատ ու արդար ընտրություններով ընտրված իշխանություն է եւ մարդիկ ընտրել են այդ իշխանությանը եւ ուրեմն այդ իշխանությունը ունի այն արժեքները, այն պատկերացումները, որը որ ունեն իրեն ընտրողները եւ ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ընտրվել է մոտավորապես 20-25% ուրեմն քվեարկողների կողմից, ինչը բավականին մեծ թիվ է եւ իրենք էլ ներկայացնում են այդ ընտրողներին։ Հայաստանում ընդդիմությունը ներկայացնում է ընդդիմադիր շերտի հասարակությանը նրանց պատկերացումները, արժեքները, իշխանությունն էլ նրա։ Հիմա ասում եք ինչ պետք է փոխվի։ Ժամանակ պետք է անցնի, երբ հասկանան, որ նման անիմաստ վեճերը եւ կռիվները եւ նման բառապաշարի օգտագործումը ոչ մի լավ տեղ չի տանելու, ոչ մի հարց չի լուծելու, ժամանակ անցնի, դեմոկրատական process-ները իրենցով հուսով եմ, որ ինչ որ մի պահից արդեն կտանեն նրան, որ քաղաքական գործիչները մի քիչ ավելի զուսպ կպահեն իրենց հանրային տիրույթում։ Բայց էլի հիմնական հարցը մենք թողեցինք, անցանք այս երկրորդական բաներին, թե ով ինչ սպիտակներ կամ տերմիններ է օգտագործում։ Իսկ ներ քաղաքական դաշտում հետաքրքիր ու կարևոր բաներ են կատարվում, որի մասին կարելի է խոսել։ Հիմա չգիտեմ, խոսենք դրա մասին։ Ասեք, իհարկե։ Հա, տեսեք, ես հետևում եմ շատ մանրամասն հետևում եմ եւ իշխանական դաշտին եւ ընդդիմադիր դաշտին եւ տեսնում եմ թե ինչ է այնտեղ կատարվում։ Ուրեմն ընդդիմադիր դաշտում կարելի է առանձնացնել 3 հիմնական խմբավորումներ։ Առաջին խմբավորումը դա եթե մի քիչ կոպիտ ասեմ, այն խմբավորումն է, որը մերժվել է 2018 թվականին։ Սերժ Սարգսյանը, նրա ժամանակ պաշտոն զբաղեցնող անձինք եւ Հանրապետական կուսակցությունը։ Այս խմբավորումը իմ տպավորությամբ իր հոգեբանությամբ մի տեսակ ստրես է տարել 2018 թվականին, երբ որ հանկարծակի զրկվել է ամեն ինչից, եւ հիմա նրանք կոպիտ ասած այդ մերժվածի սինդրոմի մեջ են մնացել եւ նրանց թվում է, թե իշխանափոխության տարբերակը փողոցով իշխանափոխություն անելն է։ Օրինակ, կա մի ընդդիմադիր գործիչ Նարեկ Մալյան, որը ամեն անգամ ասում է, որ ուրեմն impeachment պետք է անել, impeachment-ի ժամանակ, երբ որ ինքը խոսում է, ինքը նաև խոսում է այն մասին, որ հանրային ուրեմն մեծ հանրահավաքային ալիք պետք է բարձրացվի եւ այլն, եւ ինքը պատկերացնում է այնպիսի մի իշխանափոխություն, որը տեղի ունեցավ 2018 թվականին։ Սա բացառված է, որ Հայաստանում նման բան տեղի ունենա, որովհետև 2018 որովհետև Նիկոլ Փաշինյանը չորով գցեց այդ 100,000-ավոր մարդկանց եւ հիմա էլ փողոց դուրս հանելը դժվար է։
Ասում եմ ինչի համար։ Ուրեմն, որովհետև մինչև 2018 թվականը Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն անել պարզապես անհնար էր։ Երբ համապետական ընտրությունները եւ տեղական ընտրությունները դա են ցույց տալիս։ 2018 թվականից առաջը կտեսնենք հնարավոր է այլևս ընտրություններով բան փոխել, թե չէ։ Ասում եմ, տեսեք, իսկ 2018 թվականից հետո, օրինակ մեկը 2021 թվականին, մինչև ընտրությունները շատ անկանխատեսելի էր, թե ընտրությունների արդյունքները ինչ կլինեն։ Միգուցե Նիկոլ Փաշինյանի թիմը չկարողանար 50-ից ավել տոկոս ձայն հավաքել։ Մյուսը, տեղական ընտրություններում, Գյումրիում միասին վերցրած ընդդիմությունը ավելի շատ ձայներ հավաքեց, քան իշխանությունը։ Չէ՞, ամենապես անցողիկ շեմա անցածները։ Այսինքն Հայաստանում իրավիճակ է փոխվել, Հայաստանում ընդդիմություն կարող է ընտրություններով իշխանափոխության գալ, բայց այս հանգամանքը ուրեմն այդ մերժվածների սինդրոմով տառապողների կողմից չի ընկալվում, ու տեսեք, մյուս կողմից էլ ես որ նայում եմ այդ գործիչներին, իրենք դեմոկրատական արժեքներին մի քիչ ավելի մոտ են, քան այն երկրորդ խումբը, որը Ռոբերտ Քոչարյանի խումբն է։ Այդ տեսակետից Հայաստանի համար ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը եւ այդ հանրապետական կուսակցությունը ավելի լավն են, քան թե Ռոբերտ Քոչարյանը իր շրջապատը, որոնք ավելի ավտորիտար են։ Բայց քանի որ Սերժ Սարգսյանը եւ հանրապետական կուսակցությունը ուրեմն այդ մերժվածների սինդրոմով են տառապում, նրանք իրավիճակը չեն կարողանում ճշգրիտ գնահատել եւ նրանց թվում է թե կարելի է 2018 թվականի նման ինչ որ հեղափոխություն անել, ինչ որ բաների թվեր են նայում, ասենք ուրեմն սոցիոլոգիական հարցումների թվերն են նայում, չգիտեմ որտեղից հորինել են, որ 70%-ը Հայաստանի դժգոհ է այս իշխանությունից եւ պատրաստ է դուրս գալու եւ հեսա ընդամենը մնում է որ մի падգամավոր impeachment-ի թուղթ գրի ստորագրի impeachment-ի բան տեխնացուն դեղ լինի եւ հեսա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու է։ Ուրեմն սա մի հետաքրքիր ուրեմն խումբ է ընդդիմության։ Անցնենք երկրորդ խմբին։ Ռոբերտ Քոչարյանը եւ իր շրջապատը եւ Դաշնակցություն կուսակցությունը իրանք կրելով ավելի ավտորիտար արժեքներ եւ ես կարծում եմ լինելով շատ ավելի վտանգավոր Հայաստանի համար, այդ թվում որովհետեւ իրենք շատ են նայում Ռուսաստանին եւ Ռուսաստանի հրահանգները գրեթե տպավորություն է, որ Ռուսաստանի հրահանգներն են ուղիղ կատարում կամ ուզում են հասկանալ, թե Ռուսաստանը ինչ է ուզում, որ իրենք անեն եւ այդ ուղղությամբ են շարժում։ Շատ վտանգավոր խումբ է սա։ Ուրեմն սրանք իրավիճակ շատ ավելի ճիշտ են գնահատում եւ հասկանում են, որ Հայաստանի նման երկրում, երբ որ արդեն ընտրություններով կարելի իշխանափոխություն անել, միշտ կա մի ազգայնականների ուրեմն պահպանողականների ծայրահեղ պահպանողականների ազգայնականների ուրեմն էգոիստների մի խոսքով անպարկեշտ մարդկանց մի հսկայական խումբ, որի ձայներին իրենք կարող են հասնել, եթե ցույց տան, որ իրենք այդ նույն արժեքներն են կրում եւ ավելին նրանք կարող են այդպիսի կոնֆիգուրացիաներով, որ իրենք մտնեն տարբեր ընդդիմադիր խմբեր, իրենց հետ աջակցվող կամ չաջակցվող կամ իշխանություններին չսիրող տարբեր դիմադիրների խմբեր տարբեր ուրեմն ճակատներով այսպես ասած պայքար են իշխանության դեմ միասին ավելի շատ ձայն հավաքեն ոնց որ եղավ Գյումրիում եւ այդպես 2026 թվականին իշխանությունը վերցնեն այս սա շատ վտանգավոր է ես համարում եմ որ սա ամենավտանգավոր խումբն է որովհետեւ իրենք իրավիճակը adekvat են գնահատում ի տարբերություն ուրեմն Սերժ Սարգսյանի եւ հանրապետականների եւ հենց քանի որ նրանք adekvat են իրավիճակը գնահատում ու հասկանում են որ կարող են ընտրություններով իշխանության գալ այդ Հայաստանին մեծ վտանգի առաջ է կանգնեցնում այն առումով որ եթե վաղը մյուսօր նրանք գան իշխանության ուրեմն այն ազատ ընտրությունները որ մենք տեսանք 2018 թվականից հետո եւ տեղական եւ համապետական ընտրություններ եւ մամուլի խոսքի այս ազատությունը որ այդ թվում նաեւ դուք եք վայելում ել չի լինելու Հայաստանում իրենք անելու են ամեն ինչը սահմանափակելու են դարձնելու են ազատություն կա Հայաստանում ըստ ուրեմն լրագրողներ հանուն լրագրողներ առանց սահմանների կազմակերպության, որ մասնագիտացված լուրջ կազմակերպություն է եւ ուսումնասիրում է ռեյտինգները։ Freedom House-ներ, լրագրողներ հանուն, չգիտեմ ինչերի եւ այլն
նրանք ավելի լավ կասեն Հայաստանում մամուլի ազատությունը ինչ վիճակում է, թե լրագրողը, որ ամեն օր շմայսին, թոխմախի մհերին արդեն ձգտող քպականների հետ է շփվում։ Ըստ ձեզով լավ կասի, թե ինչքանով է Հայաստանում մամուլը ազատ, ինչքանով ազատ չի։ Ով որ ավելի օբյեկտիվ է նայում իրողություններին, ինքը կասի։ Հիմա տեսեք, Նարեկ ջան, դուք եթե Քոչարյանը մյուս տարի գա իշխանության եւ դուք ունենաք ընդդիմադիր հայացքներ, դուք այլևս չեք կարողանա այնպես աշխատել, ինչպես հենց հիմա եք աշխատում։ Ես դա ձեզ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարելի է համեմատել միայն Քոչարյանի, Ստալինի հետ, ազգային ժողովում էլ Վահագն Ալեքսանդրովич։ Ոչ, բայց ես չեմ կարող Քոչարյան։ Լավի հետ չհամեմատվենք։ Մի րոպե, ես ինչի լավի հետ էլ համեմատվենք, բայց ես ինչ եմ Քոչարյանին ասում, որովհետև շատ վտանգավոր ուժ է դա։ Չեք տեսնում ինչ է կատարվում։ Չեք տեսնում, որ ինքը երկրորդ ուժն է։ 20% ձայն է հավաքել 2021 թվականին, հիմա էլ իրավիճակը adekvat են ընկալում։ Գյումրիում տեսակ ինչ արեցին։ Շատ հանգիստ կարող է, ընդ որում Քոչարյանի կողմից աջակցված տեխնացուն հիմա դարձավ, չէ՞, քաղաքապետ Վարդանիկը։ Ինքը շատ ճիշտ է հասկանում իրավիճակը, շատ ճիշտ է գնահատում։ Վաղը եթե ինքը գալիս է իշխանության, իմ ասածը սա է, ես այդ մարդուն ասեմ դե վատն է թողնեմ են կողմ ու էլ չհամեմատեմ բանի հետ գործող իշխանության հետ։ Ես նման բան չեմ կարող անել, որովհետև վտանգը իրանից եմ ես տեսնում։ Եվ դրա համար ուղիղ ասում եմ, Նարեկ ջան, դուք չեք ունենալու այն ազատությունը եւ այնպես խոսել չեք կարողանալու 2026 թվականից հետո, եթե Քոչարյանը եկավ իշխանության, եթե իհարկե չեք դառնալու իշխանություններին գովող լրատվամիջոց։ Սա մեկ, եւ երրորդ խումբը, հետաքրքիր խումբը։ Ուրեմն այդ երրորդ խումբն էլ այն խումբն է, որը հեղափոխությանը կողմ է եղել, կիսել է հեղափոխության արժեքները, ուրեմն ես առաջերտին նկատի ունեմ Եվրադաշինքին եւ այդ ուժին հարող մարդկանց, եւ այս խումբը մշտական ուրեմն բարբերաբար քննադատում է իշխանություններին, որ իշխանությունը քիչ բան է արել նախկին կոռումպացվածներին դատելու, ուրեմն քաղաքական ասպարեզում նրանց ներկայության դեմ ուրեմն ինչ որ բաներ անելու հարցում անընդհատ քննադատում է այս խումբը, չէ, եւ ասում է, որ պետք է, ասենք, անել անցումային արտարադատություն։ Նույն օրինակ Լևոն Բարսեղյանը, որը ինքը մշտապես 2018 թվականից կողմ է եղել ուրեմն անցումային արտարադատության, նախկին դատավորների վեյթինգի, նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմին շատ խիստ գնահատական տալու եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչին ինքը հստակ կողմ է։ Բայց այս քաղաքական ուժը ես սրա մեջ կարող եմ մտցնել նաեւ, ասենք, Հայկ Մարությանին, որ քննադատում են իշխանություններին, իրենք իսկապես ընդդիմադիր են, բայց նաեւ նախկին իշխանություններին համարում են քրեաօլիգարխիկ, վատ եւ որ պետք է ուրեմն ավելի խիստ վարվել այդ նախկին իշխանությունների հետ։ Հիմա այս երրորդ ուժը ցավոք սրտի, իմ համար էլ ցավոք սրտի, ձեր համար էլ եւ ընդհանրապես Հայաստանի համար էլ ցավոք սրտի, երբ որ պայքարի հավասար դաշտում հելնում է այդ նախկին կոռումպացվածների հետ, չի կարողանում հաղթել, պարտվում է։ Հիմա ինչ պատճառ ասես, այստեղ կարող ենք նշել, կարող ենք ասել, որ դե այդ նախկինները հələ փողեր ունեն, չգիտեմ, էս ունեն, բայց ամբողջ աշխարհում է այդպեսի։ Այնպես չի, որ ամբողջ աշխարհում բոլոր քաղաքական ուժերը, որ դուրս են ելնում մրցակցության մեջ, բոլորը հավասար չափով ֆինանսավորում ունեն կամ բան ունեն։ Այս պայմանները, որը հիմա կան, եթե իրանք այս պայմաններում չեն կարողանալու ավելի շատ ձայն հավաքել, քան նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի ներկայացուցիչները, շատ լուրջ խնդիր է հենց իրենց համար եւ նաեւ մեր համար, բոլորիս համար է սա խնդիր, որովհետեւ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ չի մնալու։ Հիմա 26 թվականին կարող է, ես վստահ եմ, որ 26 թվականին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը չի հավաքելու 40%-ից ավելի ձայն, լավ ասենք 45% հավաքի, բայց միևնույնն է, չի կարողանալու միայնակ կոալիցիա կազմել, միայնակ ուրեմն կառավարություն կազմել, չի կարող լինել բացարձակ մեծամասնություն ազգային ժողովում։ Ինքը միայն կոալիցիայով կարող է մնալ շարունակել իշխանության մեջ։
Բայց եթե Գյումրիի սցենարը տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, վերջացավ Նիկոլ Փաշինյանը այլևս չի լինի իշխանության, բայց եթե ինչ որ մի այլ տարբերակով, ասենք, այդ նորմալ ուժերը, որ ասեցի, մտնեն խորհրդարան, ասենք Հայկ Մարությանը, Հանրապետություն կուսակցությունը, եւ ուրեմն Նիկոլ Փաշինյանը հավաքի 40%։ Դետալային խնդիրների մասին էլի խոսենք։ Չհասկացա, կկրկնեք հարցը։ Կոնկրետ խնդիրների, խնդրահարույց թեմաների մասին էլի խոսենք, եթե դեմ չեք, քան թե 26 թվականին ինչ կլինի քաղաքական դաշտում։ Դեպքում հա, ասեք, որ հարցի մասին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը գնացել էր Կիրանց, Facebook-ում գրել էր, որ ավելի լավ է մի անգամ գաք էս ապահով Հայաստանի ապահով գյուղը տարածքը տեսնեք, քան 1000 անգամ լսեք։ Նիկոլ Փաշինյանը զորքով, զենքով գնում է գյուղ, Կիրանց, բայց որ մեկ ուրիշն է գնում, ԱԱՑ-ն սահմանապահները փորձում են այդ անծանոթին լիկվիդացնել։ Մի նկարի, մի կանգնի, այստեղ մի կանգնի, այս բնակչի հետ մի խոսա, դուք սա մտահոգիչ չեք համարում։ Օրինակ Ազատությունը մի ռեպորտաժ էր քիչ առաջ հրապարակել, որտեղ լրագրողը հավատացել էր Նիկոլ Փաշինյանի գրառմանը, գնաց է հասել էր Կիրանց եւ ասում է հերարձակում է կադրերը, թե ինչպես է սահմանապահը խոչընդոտում իրեն եւ թույլ չի տալիս Հայաստանի ամենաապահով, ամենաանվտանգ բնակավայրում ռեպորտաժ պատրաստել։ Նիկոլ Փաշինյան, այսինքն չի կեղծում իրականությունը, եթե անվտանգ է Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, այդ դեպքում ինչի սահմանապահը թույլ չի տալիս նկարահանում անել։ Ես այդ դեպքից տեղյակ չեմ։ Եթե իսկապես այնպես է, ինչպես դուք ներկայացրեցիք, այսինքն Փաշինյանը ասել է, որ եկեք այստեղ նկարահանումներ արեք, տեսեք ինչքան անվտանգ է, լրագրողները հետևել։ Նկարահանում բառը չի ասել, բայց ասել է արեք տեսեք մի անգամ, քան 1000 անգամ լսեք։ Շատ լավ, եւ եթե լրագրողները, օքեյ, առանց նկարանում բառը ասելու, եթե ասել է եկեք տեսեք այստեղ ինչ անվտանգ է, լրագրողներն է գնացել են եւ չեն կարողացել իրենց աշխատանքը կատարել, սա վատ է իհարկե։ Պետք է հասկանանք ինչ է այնտեղ տեղի ունեցել։ Հիմա ես չգիտեմ։ Ստել է Փաշինյանը։ Ես հիմա չեմ կարող այդպես գնահատական տալ։ Ես դեպքին ծանոթ չեմ։ Միգուցե այնտեղ այդ պահին անվտանգային ինչ-որ խնդիրներ են եղել կամ լրագրողը փորձել է այնպիսի դիրքում կանգնել եւ նկարանում իրականացնել, որը ռիսկային է եղել, դրա համար իրեն չեն թողել։ Դրա համար ես հիմա այսպես չեմ կարող միանշանակ գնահատական տամ։ Ես այդ դեպքին ծանոթ չեմ, բայց ինչու եք դուք դրան այդքան կարևորություն տալիս այս պահի դրությամբ, էլի։ Եթե խնդիրը նայում եք Հայաստան-Ադրբեջան լարված իրողությունների ուրեմն կոնտեքստում եւ մտածում եք, որ այսօր վաղ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա եւ այդ տեսակետից եք այդ սահմանային միջադեպին կարևորություն տալիս, դա ուրիշ հարց է։ Դեպքում կարող ենք խոսել Հայաստանի, Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածությունից եւ պատերազմի հավանականությունից, ասենք թե, հա, բայց երբ որ այդ կոնտեքստից կտրած ուղղակի այդպես մի դեպք եք ասում, որ Նիկոլ Փաշինյանը ասել է եկեք այստեղ անվտանգ է, լրագրողները գնացել են, չեն կարողացել իրենց աշխատանքը կատարել, ես ուզում եմ հասկանալ ինչ կոնտեքստում է դա կարևոր, էլի, թե մտածում եք, որ սա ուրեմն լրագրողի աշխատանքի խոչընդոտման տեսակետից պետք է այդ խնդիրին նայենք եւ ասենք, որ ուրեմն այդքան էլ դեմոկրատական չենք, ինչքան մեզ թվում է։ Չեմ հասկանում կոնտեքստը, էլի, եւ կարեւորությունը ինչն է։ Ասում եմ, ես հիմա բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գալ Կիրանց, ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ եւ տեսնել։ Մի անգամ տեսնելը 1000 անգամ լսելուց լավ է։ Հիմա խնդրում է Նիկոլ Փաշինյանը, խնդրում է, ասում է, խնդրում եմ արեք տեսեք, ես ինչ անվտանգ սահմաններ եմ Կիրանցում գծել։ Լսում է, գնում է, հասնում է տեղ, ԱԱՑ-ն ասում է չեք կարող այստեղ կա, պատի մոտ չեք կարող կանգնել, այս մեկի բոստանում չեք կարող կանգնել։ Ոչ թե արեք մենք կենտրոնանանք, որ լրագրողին չեն թողել նկարել, այլ նրա վրա արդյոք Կիրանցի իսկապես անվտանգ է, ինչպես Փաշինյանն է ներկայացնում, թե եթե անվտանգ լիներ, էլ ԱԱՑ աշխատակից ինչու էր ասվում, այստեղ մի կանգնեք, այնտեղ մի կանգնեք։ Էլի եմ ասում, միգուցե այդ լրագրողը այնպիսի տեղ է կանգնել եւ այնպիսի նկարանումներ է փորձել անել, որը ռիսկային է։ Բայց ես միանշանակ չեմ կարող Հայաստանի ինչ կարող է լինել այնտեղ ռիսկային։
Ես չգիտեմ, ես իրանց չեմ գնացել, այդ տարածքում չեմ ծնվել մեծացել, ես չգիտեմ այնտեղի ռելիեֆը եւ այդ զորքերի դիրքավորումը եւ սահմանագիծը ոնց է։ Եվ ես գիտեմ, որ շատ լրագրողներ ուղղակի պրովոկացիա անելու համար են գնում ինչ որ բաներ անում եւ ոչ թե զուտ հետաքրքրությունից եւ հանրությանը ուրեմն իրողությունները ներկայացնելու համար։ Ուղղակի ընդդիմադիր հայացքներ գնում են, ուզում են ինչ որ մի պրովոկացիա անել։ Դրա համար ես հիմա այդ կոնկրետ դեմքի պահով չեմ կարող հստակ գնահատական տամ, եթե իսկապես այնպես է, որ աննաչառ լրագրողը գնացել է, փորձել է զուտ ուրեմն իրողությունը հասկանալ եւ հանրությանը ներկայացնել եւ չի կարողացել, դա շատ վատ է ուրեմն։ Պետք է հասկանանք ուրեմն ինչի է։ Նիկոլ Փաշինյանի այս գրառումը անկեղծ համարում եք։ Ես Նիկոլ Փաշինյանի գրառումները հիմնականում անկեղծ համարում եմ, քանի դեռ ես դրան հակառակ ինչ որ ապացույց կամ հիմնավորում չեմ տեսել եւ այդ ձեր ասածը ուղղակի հիմա որ թողնեք կարող եք ուզում եք այդքան եթե կարևորություն եք տալիս այդ միջադեպին թողեք անջատենք ես նայեմ այդ միջադեպը ինչ է հասկանամ ով է եղել որը որտեղից է եղել բան անենք բայց ես չեմ կարծում այդքան կարևոր հարց է որ դրա վրա հիմա Չէ, Նիկոլ Փաշինյանի գրառումն է կարևոր։ Նա ասում է արեք, տեսեք իրական Հայաստանը, բայց հաշվի առնելով նաև որ Նիկոլ Փաշինյանը լիքը հայտարարություններ է արել, որոնք հետո իրականություն չեն դարձել։ Դուք այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի այս մի հայտարարությունը Կիրանցի մասով արժանահավատ համարում եք, թե ոչ։ Որ հայտարարություններն են Նիկոլ Փաշինյանի, որ արժանահավատ չեն եղել եւ որը որ նմանատիպ իրավիճակում եղած հայտարարություն։ Ես կգամ կկանգնեմ այստեղ, սիրելի ժողովուրդ, ձեզ կներկայացնեմ խնդիրը, սա է, լուծումը սա է, ձեզանից կիմանամ կարծիք եւ որոշում կանեմ ամենահայտնի օրինակը Հասկանալի է, դա լրիվ ուրիշ իրավիճակ, ուրիշ կոնտեքստում է եղել, որի մասին ենք բացատրել են 2020 թվականի պատերազմից առաջ իշխանությունը լրիվ ուրիշ քաղաքականություն էր վարում Ղարաբաղի հարցում, որը եւ տարավ նաեւ պատերազմին եւ դրանից հետո 100 անգամ քաղաքականության պատճառով պատերազմի մեջ ներքաշվեցինք։ Նիկոլ Փաշինյանը վարում էր այնպիսի արտաքին քաղաքականություն, որի արդյունքում նաև Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, բայց դա չի նշանակում, եթե Նիկոլ Փաշինյանը ուրեմն չլիներ այդ պահին, Ադրբեջանը չէր հարձակվելու Հայաստանի վրա։ Խնդիրը այն է, որ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ 2018 թվականին կարող էր փորձել փոխզիջումների միջոցով եւ համաձայնելով որ Լեռնային Ղարաբաղը ինքնավարության բարձր կարգավիճակով մնա Ադրբեջանի կազմում, այդ ժամանակ կարող էր փորձել այդպես ինչ որ բան անել, միգուցե պատերազմ չստացվեր, բայց ինքը շարունակեց այն ինչ որ անում էին մինչեւ իր եղած ղեկավարները Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեփական կետից է սկսում բանակցությունները, նա չի շարունակել Սերժի կամ Քոչարյանի կիսատ թողածը։ Նայել ջան, տեսեք, դուք էլի այտենց վերցնում եք առանձին ինչ-որ բառերի, կտրում եք ամբողջությամբ կոնտեքստից ու դրա վրա ինչ-որ ենթադրություններ եք կառուցում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որ ես Ահա, հիմա, օքեյ, լավ, հիմա հարց եմ տալիս ձեզ։ Երկրորդ նախագահի եւ պատասխանեք, դուք Հիմա ասում եմ, երկրորդ նախագահի եւ երրորդ նախագահի մոտեցումը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել որևէ կարգավիճակով Ադրբեջանի մաս։ Եղել է այսպես։ Հետո Նիկոլ Փաշինյանինն էլ է նույնը եղել։ Ինչքան ուզում է ասի, սեփական կետից եմ սկսում։ Նիկոլ Փաշինյանն էլ է համարել, որ Փաշինյանի հայտարարություններին տենց լուրջ չմոտանանք, ասենք հա լավ Նիկոլ Փաշինյանն է մի բան ասեց, բայց մեկա գիտենք, որ այս մի բանն է անելու։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին պետք է նայել իրենց կոնտեքստում եւ հասկանալ այդ մարդը ինչի մասին է ասել զրոյական կետ։ Զրոյական կետը ինքը ասել է նրան, որ նախկին բանակցային փաստաթղթերը, որը եկել հասել է Իրան, դրվել է սեղանի, այնպիսի փաստաթղթեր են, որ 7 տարածքները միանշանակ կամ 5-ը վստահ չեմ որ պահին միանշանակ վերադարձվելու են Ադրբեջանին։ Եվ ինքը զրոյական կետ ասելով փորձել է ասել, որ ես փոխելու եմ դա
Եվ ես ավելի շատ բան եմ պահանջելու, ավելի շատ բանի եմ փորձելու հասնել Ադրբեջանի հետ հարաբերություններում, քան թե զուտ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից դուրս անկախ պետություն ճանաչվելուն։ Այդ է իր զրոյական կետը եղել։ Ինքը թե ոնց է բանանում։ Դրա համար հիմա դա լրիվ ուրիշ պատմություն է, այս լրագրողի պատմությունը ուրիշ պատմություն է ախր։ Ես տարբեր դե մարդը հայտարարություն է անում եւ նախ եւ առաջ եթե դրանք ինչքան էլ տարբեր թեմաների առնչվեն, նախ եւ առաջ հաշվի առնվում մարդու խոսքի արժեքը եւ մարդու մեկ այլ մարդու վերաբերմունքը այդ հայտարարությանը ինչևէ այլ հարց եմ ուզում անդրադառնանք ամենայն հայոց կաթողիկոսից մի փոքր մեջ բերում անեմ ու հարցը ձևակերպեմ Հավաքական մեր հիշողության մեջ որպես բաց վերջ շարունակում է մնալ 20-րդ դարասկզբին 110 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրագործված հայոց ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այս սոսկալի ոչրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով եւ աշխարհում տեղ գտնող նոր ցեղասպան գործողություններով։ Կաթողիկոսը Կիրակնորյա պատարագի ժամանակ հայտարարեց, որ փորձ է արվում հայոց ցեղասպանությունը ժխտել եւ մոռացության մատնել։ Դուք այս գնահատականի հետ համաձայն եք թե ոչ։ Այնքան ընդհանուր գնահատական է, իհարկե փորձ է արվել Թուրքիայի կողմից ժխտել հայոց ցեղասպանությունը։ Դուք ներքաղաքական կոնտեքստով հարցին անդրադարձեք, որովհետև նա դա նկատի։ Հիմա ինքը ներքաղաքական կոնտեքստում հայտարարում է եւ ուրեմն լուրջ համարում է, որ Հայաստանում կան քաղաքական ինչ-որ ուժեր, որոնք կասկածի տակ են դնում ցեղասպանությունը։ Ինքը այդպիսի բան է, դուք այդպես եք հասկանում իր ասածը։ Դե ենթադրելի է հաշվի առնելով, որ հիմա ասվում է մեր համար առաջնահերթությունների թվում չի, գուցե դա նկատի ունի։ Դե թող ասի ինչի առաջնահերթություն չի, ինքը առաջնահերթություն բառը շատ կարևոր բառ է, ինքը այնտեղ ահագին բան է փոխում իմաստի մեջ։ Հիմա այդպես վերամբարձ հայտարարություն է, դե լուրջ բան չի հիմա այդտեղ Կաթողիկոսի ասածը ներքաղաքական թե արտաքին, օրինակ Թուրքիային էր առնչվում։ Եթե հաշվի ենք առնում, որ ընդհանրապես առաքելական եկեղեցու եւ գործող իշխանությունների մեջ որոշակի լարվածություն կա եւ ուրեմն 2020 թվականի պատերազմից հետո առաքելական եկեղեցին կաթողիկոսի մակարդակով հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա եւ այլն, իսկ 2024 թվականի վերջին նույնիսկ այն ինչ որ մի նոր եկեղեցի բացելու արարողությունից հետո, երբ որ իշխանության ներկայացուցիչները գնացին այնտեղ, եթե ճիշտ եմ հիշում, չէ, նման մի բան եղավ։ Դրանից հետո վերահսկման արարողությունը նկատի ունեք։ Այո, հենց այդ դա նկատի ունեմ։ Ուրեմն դրանից հետո էլի հայտարարեցին, որ իշխանության նկատմամբ իրենց վերաբերմունքը չի փոխվել։ Սրանք գումարենք նաև այն, որ այդ arczepiskopos-ներից մեկը Բագրատ Գալստանյանը ուրեմն փորձել է իշխանափոխության գործընթաց սկսել Հայաստանում։ Այս կոնտեքստում որ նայում ենք, ստացվում է, որ Մայր Աթոռը, այո, փորձում է այդպիսի հայտարարություն անել եւ մեղադրել իշխանություններին ցեղասպանության ուրացման մեջ։ Բայց ինքը ուղիղ չի ասում, որովհետեւ ուղիղ որ ասի, կանչելու ենք ասենք, հո դու ապուշ չես, որտեղից ես տեսել այդպիսի մի բան ցեղասպանության ուրացում։ Հələ մի հատ փաստեր դի։ Դրա համար տենց վերամբարձ խոսում է, որ ոնց ուզի մեկնաբանը, ինքն էլ հետո իրան որ կանչեն ներողություն արտահայտությանս ասեն, ես ինչ ես դուրս տալիս։ Ինքը ասում ես հո չեմ ասել պետք է Հայաստանի իշխանությունը կորեկտ խոսենք եթերում հասկանալի է հա դե մի քիչ առաջ այն որ ասում էինք հայկական միջավայրում ընդունված է ավելի էմոցիոնալ ձևով խոսել քաղաքական դաշտում Գալենսյանին եւ Գեգամ Մանուկյանին թող համաձայն եմ նմանվել համաձայն եմ ճիշտ դիտողություն արեցիք միտքս նա է որ բոլոր դեպքերում դա մի քիչ ավելի վերացական հայտարարություն է, բայց այո, երբ որ կոնտեքստը նկատի ենք առնում, զգալի է, որ իրենք փորձում են իշխանությունների նկատմամբ ինչ որ եւս մի բացասական բան անեն, իշխանություններին եւս մի ձևով փորձեն հարվածել, բայց դրա հիմքերը բոլորովին այն չէ, թե Հայաստանում իսկապես կան ինչ որ քաղաքական ուժեր, որոնք ցեղասպանության ուրացման կողմնակիցներ են կամ նման ինչ որ նշաններ են ցույց տալիս, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Ընդամենը իշխանությունների դեմ պայքարի
ցանկացած միջոց այդ ուրեմն ընդդիմադիր խմբերի կողմից եւ եկեղեցու կողմից ընդ որում պայքարի ցանկացած անբարոյական միջոց կարծում եմ ընդունելի է համարվում եւ այդ պայքարի անբարոյական միջոցներից մեկն էլ այն է որ իշխանություններին մեղադրում են ցեղասպանության ուրացման մեջ երբ որ նման բան բացարձակապես չկա Դե ասում են մեր առաջնահերթությունը չի, առաջնահերթություն չեն համարում դա։ Առաջնահերթություն չի համարվելը լրիվ ուրիշ բան է։ Մի քիչ առաջ ասացի, այո, ցեղասպանությունը, միջազգային ճանաչումը, ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չի համարվում Հայաստանի արտաքին քաղաքականությունում։ Առաջնահերթություն չի համարվել նաև ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ վարված արտաքին քաղաքականության տարիներին առաջնահերթություն չի համարվել նաև անդրադառնանք, հա, ասեք, միտքը վերջացրեք ձեր։ Առաջնահերթություն չի համարվել նաև Սերժ Սարգսյանի այն ֆուտբոլային դիվանագիտության տարիներին ցեղասպանության ճանաչման հարցը։ Այնպես որ այստեղ ինչ որ առաջնահերթություն համարել ու չհամարելը բերել կապել ուրեմն ցեղասպանության ուրացման չուրացման հետ դա եւ այս հայտարարությունը որ արեց Գարեգին երկրորդ կաթողիկոսը սա դեռ նշանակում է որ եկեղեցին այնուհանդերձ չի հրաժարվում այն մտքից որ չպետք է քաղաքականությանը խառնվի թե սա քաղաքական հարց չի բնավ եւ պետք է նա խոսեր Էլի, քանի որ ինքը միայն նշանակություն այդ հայտարարությունը ինչ որ բան նշանակում է միայն ներքաղաքական կոնտեքստում, ներքաղաքական կոնտեքստից որ դուրս նայում ես, ինչ որ օդի մեջ բառերի շարան է ավելի շատ հիշեցնում, որովհետև հա այնքան ուժեր կան պետություններ, մարդիկ, որոնք մերժում են, որ եղել է հայոց ցեղասպանություն, բայց երբ որ այդ կոնտեքստում ես նայում, ներքաղաքական կոնտեքստում հասկանալի է ինչ նկատի ունի, դա այո նշանակում է խառնվել ուրեմն ներքաղաքական հարցերին, ընդ որում սա առաջին օրինակը չի։ Միքայել arczepiskopos Աճապահյանը Գյումրու ընտրություններին շատ հստակ իշխանական ուժի դեմ քարոզչություն էր անում, ինչը եւս Հայաստանի օրենսդրությամբ ուրեմն արգելված է, չէ։ Հիմա այստեղ հարցը նա է, որ իշխանությունները այս ամեն ինչը նկատի ունենալով պետք է օրենսդրական այնպիսի փոփոխություններ մտցնեն Հայաստանում, որ հստակ լինի, թե երբ որ եկեղեցու սպասավորները խախտում են Հայաստանի սահմանադրությունը եւ քաղաքական գործունեությամբ են սկսում զբաղվել, դա ինչ հետևանքներ պետք է ունենա, ինչպես կանխել այդ ամեն ինչը, եթե հնարավոր չի լինում կանխել, ապա ինչ պատիժ պետք է ունենան այդ եկեղեցու եւ պետության, եկեղեցու քաղաքականության անջատմանը դեմ գնացող հոգեվորականները եւ պետք է նաեւ հստակ լինի, թե ինչպիսի ազդեցություն են նրանք ունենում քաղաքական գործընթացների վրա, որպեսզի իրավական մեխանիզմներով այդ ազդեցությունը չեզոքացվի։ Շնորհակալություն հարցազրույցի համար։